Ոգևորությամբ պետք է արձանագրել, որ հարկերը կամավոր կերպով վճարելու մշակույթը մեր երկրում զարգացել է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այլևս վստահ են, որ իրենց կողմից վճարված հարկերը ուղղվում են իրենց իսկ մատուցվող ծառայությունների ընդլայնմանը եւ լավարկմանը։ Նրանք իրենց տանը, բակում եւ համայնքում են նկատում բարենպաստ փոփոխություններն ու զարգացումները։ Մենք գործում ենք համատեղ, առաջնորդվելով պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը բանաձևով։ Եվ հունիսի 7-ին մեզ տված քվեն հենց այս տրամաբանության հաստատումն է։ Պետությունը իրականացնում է միջավայրաստեղծ աշխատանք, որը դրսևորում է մի կողմից կայուն եւ կանխատեսելի ձեռնարկատիրական միջավայրի ձևավորման, ներդրումների պաշտպանության համար երաշխիքների տրամադրման, հավասար մրցակցային միջավայրի ապահովման միջոցով։ Մյուս կողմից ազգային տնտեսության մրցունակության բարձրացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման, վարձու աշխատողների իրավունքների արդյունավետ պաշտպանության եւ այլ կարևոր ուղղություններով պետական գործառույթների իրականացման ձևով։ Հարկերի տեսքով պետական բյուջե վճարվող գումարներն ամբողջությամբ հասցեական ձևով եւ վստահելի հաշվետվողականությամբ ծախսվում են հանրային բարիքների ապահովման ուղղությամբ, նպատակ ունենալով ըստ ճիշտ ընտրված առաջնահերթությունների լուծել սոցիալական, պաշտպանական, առողջապահական, կրթական, գիտական, մշակութային, բնապահպանական եւ այլ հանրօգուտ նշանակության խնդիրներ։ Այս իմաստով հատկանշական է այն, որ միայն պետության միջոցով եւ պետության սահմանված կանոններով է հնարավոր ներդնել հանրային ռեսուրսների հավաքագրման եւ ծախսման այնպիսի համակարգեր, որոնց արդյունքում ապահովում են անվտանգային միջավայր, պաշտպանունակություն, իրավակարգ, մրցակցային, գործարար եւ համակերպության միջավայրեր, կլիմայի փոփոխության հետևանքով անհրաժեշտ ենթակառուցվածքներ, հասարակության ծերացման առնչվող հիմնախնդիրների լուծումներ, այլ հանրային բարիքներ, որոնք որևէ կերպ հնարավոր չէ ապահովել անհատական մակարդակում։ Հարկային բեռն արդարացի ձևով է բաշխված տնտեսության տարբեր ոլորտների, գործունեության տարբեր տեսակների, հարկման տարբեր համակարգերի եւ հասարակության տարբեր սոցիալական խմբերի միջև։ Եվ եթե անգամ կիրառվում են օրենքով սահմանված որոշ հարկային արտոնություններ, ապա դրանք բխում են կառավարության հայտարարած տնտեսական զարգացման առաջնահերթություններից ու գերակայություններից, հանրապետության տարածքային համաչափ զարգացման քաղաքականությունից, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման անհրաժեշտությունից։ Հարկային արտոնությունները երկարաժամկետ հեռանկարում հասարակության համար ապահովում են ավելի մեծ հանրային բարիքներ կամ կրճատում են ավելի մեծ հանրային ծախսեր, քան դրանց հետևանքով չհավաքագրված հարկերն են։ Չկան արտոնյալ կարգավիճակ ունեցողներ, որոնք հնարավորություն ունեն առանց հարկեր վճարելու ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել եւ դրանով իսկ անհավասար մրցակցային պայքարի մեջ մտնել բարեխիղճ հարկ վճարողների հետ։ Անցյալ 5 տարիների թռիչքաձև տնտեսական աճը ուղեկցվել է բնակչության կենսամակարդակի բարձրացմամբ, որի մասին նաև վկայում են կենսամակարդակը բնութագրող հիմնական ցուցանիշների դրական դինամիկաները, այդ թվում աշխատավարձի, աղքատության, սոցիալական բևեռվածությունը բնութագրող ցուցանիշները։ Հատկանշականն այն է, որ 25 թվականին աշխատավարձերի եւ վարձու աշխատողների աճը գրանցվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում։ 2025 թվականին միջին ամսական աշխատավարձն աճել է 5.6%-ով, կազմելով 303.140 դրամ, իսկ վարձու աշխատողների թվաքանակը 4.6%-ով, կազմելով 795.212 մարդ։ Աշխատավարձի աճին հիմնականում նպաստել են առևտրի, կրթության, մշակող արդյունաբերության ոլորտներում աշխատավարձերի աճերը։ Աշխատավարձի բարձր աճեր են գրանցել նաև գյուղատնտեսության վարչական ծառայությունների փոխադրումների ոլորտում։ Գործազրկությունը նվազել է 0.6%-ային կետով, կազմելով 12.8%։ 2021 թվականի համեմատությամբ միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 48.6%-ով, վարձու աշխատողները 22.4%-ով, իսկ գործազրկության մակարդակը նվազել է 2.7%-ային կետով։